Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Բան եմ էլի ուզում խնդրեմ ձեզ։ Մի հատ փաստացի հարցրեք էլի կառավարությանը։ Ոնց կարա մոտիվացիան ունենալու ուղղակի գնալ ստվեր։ դա ռեկետ է։ Բարի օր, այս տարվա սկզբից գրեթե ամեն շաբաթ տասնյակ գործարարներ բողոքի ցույցի են գալիս կառավարության մոտ հունվարից ուժի մեջ մտած հարկային նոր օրենսդրության դեմ, որը պետք է իրագործվի մի քանի փուլով։ Առաջին փուլին փաստի առաջ կանգնեցին մանր ու միջին ձեռներեցները։ Դրա արդյունքները չմարսած հուլիսից ուժի մեջ կմտնեն նոր փոփոխություններ, որոնք արդեն կտարածվեն իրավաբանների, հաշվապահների, շինարարական ընկերությունների, առողջապահական հիմնարկների ու մի շարք այլ ոլորտների վրա։ Ինչն է փոխվում, ում վրա են ազդելու այդ փոփոխությունները եւ ի վերջո սա հարկային արդարություն է, ինչպես կառավարությունն է պնդում, թե հարված փոքր բիզնեսին, ինչպես ցուցարարներն են ասում։ Այս հարցերի շուրջ եմ այսօր զրույցի հրավիրել իմ գործընկեր Տաթև Լազարյանին։ Տաթև արդեն երրորդ տարին է, համարյա ամեն շաբաթ ձեռներեցները բողոքի ցույցի են հավաքվում կառավարության շենքի մոտ, ընդ որում բավական կոշտ գնահատականներով ասում են կառավարությունը հարվածում է փոքր ու միջին ձեռներեցներին, աջակցում է խոշորներին, որ շրջանառության հարկի հետ կապված վերջին փոփոխությունները կարող են իրենց ոչնչացնել, մինչև մանրամասներին անցնելը կբացատրես ինչ է շրջանառության հարկը եւ ում վրա է տարածվում։ Հեղինե, ես նշեմ, որ ճիշտն ասած լրագրողների համար էլ է շատ բարդ թեմա այս առումով, որովհետև շատ բան հասկանալի չէ եւ պաշտոնյաներն էլ շատ ջանք չեն գործադրում իրազեկելու, բայց մեր հասկացածով շրջանառության հարկ վճարում են բոլոր նրանք, ովքեր ունեն 115 միլիոն դրամից ցածր շրջանառություն եւ ենթադրվում է, որ դա պիտի շատ պարզ համակարգ լինի իրենց համար, որպեսզի իրենք ավելորդ գլխացավանքի մեջ չընկնեն, բարդ հաշվարկներ, բարդ հաշվապահություն չիրականացնեն, վերցնեն իրենց շրջանառությունը, որը ՀԴՄ-ով երևում է, եւ այդ շրջանառությունից որոշակի տոկոս տան պետությանը։ Այս պարագայում Հայաստանում հիմա գործում է մի համակարգ, որ եթե դու ունես ձեռքբերման փաստաթղթերը, դու փաստացի կարող ես վճարել քո շրջանառության 1%-ի չափ հարկ։ Բայց եթե դու չունես փաստաթղթերը, ապա պետությունը քեզ ասում է վճարիր քո շրջանառության 10%-ի չափով հարկ։ Իսկ եթե փաստաթղթավորված է, ընդհակառակը հարկը մի բան էլ նվազում է եւ 1.5%-ից դառնում է 1%։ Այսինքն իրականում օրինական աշխատող բիզնեսի համար ահա այստեղ է, որ համաձայն չեն ավելի քան 55,000 տեսվարողները, բայց մյուս կողմից կարծես թե բարդ խնդիր չի, եթե ստվերում չես աշխատում, ունես փաստաթուղթ, ներկայացրու փաստաթուղթը եւ վճարիր 5%, ինչպես որ մինչ այդ կամ էլ ավելի ցածր 1%։ Ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ այդ փոքր եւ միջին ձեռնարկությունները իրենք ասում են, որ հենց փաստաթուղթ ձեռք բերելու հետ կապված խնդիրներ ունեն։ Ինչ է նշանակում մեր համար մեկը, ով թուղթ ունի, ով է մեղավոր։ 10% պիտի տա փոքրը, դա ինչ է, ռեկետ չի։ Խնդրում եմ, մի կպեք հասարակ քաղաքացուն եւ ուզեք բռնել խոշորին։ Որ վայրկյանին ուզենաք, խոշորին կբռնեք։ Ասում են, խոշորը տալիս է, մանրը չի վերցնում։ Խնդրում եմ ձեզ, հարգելի բեկ, մի հավատացեք այդ հեքիաթին, չկա նման հեքիաթ։ Մոսկվան այդ շերտի վրա կարում աչք փակի, չի տալիս թուղթ։ Չէ որ ես մանրացա խանութ եմ։ Հիմա այն տարբերակով, որով բերում էի իմ ուզած, իմ նախընտրած ապրանքը, ունեի դրա հաճախորդը, հիմա դժվարություններ կան այդ առումով թուղթ ձեռք բերելու, թուղթ ին ոչ չի տրամադրում։ Տարբեր ոլորտների տնտեսվարողներին հարցնում ենք, շատ տարբեր են։ Իրարից շատ տարբերվող պատմություններ են, բայց բոլոր դեպքերում խնդիր կա, որ իրենք չեն կարողանում փաստաթուղթ ձեռք բերել։ Կամ չգիտեմ, մի մասինը ունեն, մի մասինը չունեն։
Այդ մոդելին պետք է հասնել, այսինքն դու պետք է հասնես քո գնորդ մատակարարշղթայով, որ դու ունենաս այդքան փաստաթղթավորում եւ հետո նոր նվազեցնես, որ նոր ստացվի այդ 1.5-ի փոխարեն 1։ Իսկ եթե ապրանքները վաղուց են ներկրել օրինակ։ Ահա, այս դեպքում էլ խնդիր կա։ Վաղուց են ներկրել, պահեստում մնացել է, իրենք չունեն այդ ապրանքների փաստաթղթերը, հիմա փաստորեն պիտի ավելի մեծ հարկ տան։ Այստեղ կառավարությունը որոշեց ինչ որ առումով ընդառաջ գնալ այս բողոքի ցույցերի ֆոնին, ասացին, որ 2 եռամսյակ, այսինքն կես տարի իրենք կկարողանան հին ապրանքների համար վճարել հին չափի հարկ, այսինքն նույն մոտավորապես 5%-ի չափով, բայց այստեղ էլ կա, այսպես ասած, նրբություն։ Նախ դա անելու համար իրենք պիտի վճարեն պետությանը 10%, հետո պետությունը պիտի 5%-ը իրենց հետ վերադարձնի։ Կարծես թե ասում են լավ, մենք հասկացել ենք, որ բարձր դրույքաչափը անցումային դրույթները լավ չենք մտածել, եկեք դուք վճարեք այդ հարկերը, մենք տարբերությունը ձեզ հետ կտանք։ Բայց ես ասում եմ պարզ լեզվով, բայց այդ ամեն ինչին հասնելու համար եւս էլի խճճվել է։ Ես նորից կրկնում եմ, սրա խնդիրը այն է, որ մենք մեր երկրում խախտել ենք շրջանառության հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական հիմքը դրված է շրջանառություն անգամ տոկոս առանց լրացուցիչ բարդ ինչ որ կարգավորումների։ Բացի դրանից, որպեսզի օգտվեն այդ հնարավորությունից, իրենք պիտի իրականացնեն իրենց ապրանքային մնացորդի գույքագրումը, իրենց պահեստների գույքագրումը պիտի իրականացնեն։ Սա արդեն մեկ այլ խնդիր է, որի հետ եւս համաձայն չեն եւ խնդիր են համարում փոքր տնտեսվարողները։ Բացատրես ինչու։ Պետությունը ասում է, որ հարկային տեսուչները կարող են մտնել պահեստ, պահանջեն, որպեսզի ներկայացվի այդ պահեստի ապրանքային մնացորդը, եւ եթե իրենք գտնեն որևիցե չգույքագրված ապրանք, այդ ապրանքի 20%-ը արդեն պիտի տնտեսվարողը վճարի որպես հարկ։ Հունիսի 1-ից հետո եթե դոկումենտ չունես, ինքը մտնելու է ստուգման եւ ապրանքը գնահատելու է ինքը ոչ թե դու 20% հարկադնելու, եթե տարվա մեջ երկրորդը եղավ, ապրանքի 50%-ը։ Եթե երկրորդ անգամ նման բան բացահայտեն, պիտի վճարի արդեն 50%-ը։ Սա բավական մեծ թիվ է, հաշվի առնելով նաեւ, որ շատ առևտրականներ ասում են, որ այդ գույքագրումը շատ բարդ բան է։ Օրինակ կոշիկի խանութ է, որտեղ կա 600 հատ կոշիկ տաղավարում դրած։ Բեկը փաստաթղթերով տեսնում է 500-ը։ Հիմա ոնց պետք է հասկանա 100-ը որն է։ Իրանով շատ բարդ գործողություն է, որը հասանելի չի մեզ համար։ Ժամանակատար է, ռեսուրսատար է, այսպես ասած սեզոնային ապրանքների դեպքում տարբեր սեզոններից մնացած ապրանքներ կան, չվաճառված ապրանքներ կան, բայց այստեղ նաև մեծանում է իրենց խոսքով մի մեծ ռիսկ, որ ասում եմ մենք տեսել ենք ինչպես է աշխատում հարկայինը, ինչպես է աշխատել հարկայինը, եւ սա հսկայական մի մեծ դուռ է բացում, որ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր հարկային տեսուչ կարող է գալ, ինչ որ մի բան գտնել, ասել, որ ես քո վրա գրում եմ 20% տուգանք կամ 50% տուգանք։ Արդեն ես գիտեմ, քաղաքացիներ, որոնց խանութները մտել են այն կարգի են տուգանը, որ մարդիկ իրանց տուն, տեղ, ամեն ինչ վաճառում են։ Ես արդեն իմ շրջապատում 2-3 հոգի տենց գիտեմ։ Ես վախենում եմ հունիսի 1-ից մենք էլ ենք տենց լինելու։ Սա նշանակում է, որ այստեղ դուռ կարող է բացվել, որպեսզի սկսեն արդեն պայմանավորվել, համաձայնության գալ, կոռուպցիոն ինչ-որ ռիսկեր առաջանալ, այսինքն այստեղ նաև տնտեսվարողները սրանից են վախենում շատ եւ մտահոգված են, որ պարզապես սա կարող է մահակ դառնալ իրենց գլխին։ Չեմ պատկերացնում, օրինակ, չգիտեմ, վերնիսաժում մարդիկ վաճառում են իրենց ձեռքով պատրաստված ապրանքը։ Դրա փաստաթուղթը ինչպես պետք է ներկայացնեն, կամ նույն վերնիսաժում օրինակ հնոտիներ են վաճառում։ Այդտեղ ինչ փաստաթուղթ պիտի ներկայացվի։ Փետրվարին այցելել էի Գնունու շուկա, որտեղ շատ խառը ապրանքներ են վաճառվում եւ օրինակ 2 քառակուսի մետրի վրա կարող է ինչ-որ հազարավոր մանր դետալներ լինեն, մեխեր, շինարարության համար անհրաժեշտ ապրանքներ եւ այնտեղ շատ հետաքրքիր նկարահանում էր։ Բայց սա ինչ է գույքակրում, եթե մի հատ տղա կնի կառավարությունում ախպեր գա, էսի կարենա մի ամսով գույքագրի, արա ապրանքս տալիս է միան ախպեր, ինչ ունեմ տալիս եմ այդ Այդ վաճառողները այնքան լծված էին, որ անգամ հարցի չսպասեցին, երբ որ տեսան ազատության տեսախցիկը, պարզապես այդպես համապատրաստից սկսեցին խոսել, բողոքել, որ հնարավոր չէ ամեն ինչը գույքագրել, հնարավոր չէ փաստաթուղթ գտնել, որովհետև այդ ապրանքները ժամանակին գործարաններից խորթային, դեռ գործարաններից քանդված, բերված եւ մինչեւ այսօր բերվող դետալներ են։ 30 տարվա բաներ է։
Ես որտեղից Հավաքվել է կիսատված, ստեղից, ընդեղից, հավաքվել։ Մեկը տնից բերում է ես անում։ Որ մարդիկ շատ հաճախ բերում են իրենց տան ապրանքներն են վաճառում եւ ինչ փաստաթղթի մասին է խոսքը կամ ինչ գույքագրման մասին է խոսքը, երբ որ օրինակ ինչ որ համարյա թե անպետք իրերից իրենք մի կերպ սարքում են պիտանի եւ վաճառքի ապրանքներ եւ մի բան էլ այդ վաճառքից պետությանը գոնե ինչ որ մաս են հատկացնում հարկի տեսքով։ Իրանք պետք է մեզոնով ուրախանան, որ այս զիբիլից փող ենք սարքում անպետության համար, Այ իրենք իրազեկված չէին, որ եթե իրենց շրջանառությունը օրինակ 25 միլիոնը չի գերազանցում, իրենց չեն կարող տուգանել։ Կամ իրենք անգամ չգիտեին, որ օրենքը, ինչպես նշել է ֆինանսների նախարարության պաշտոնյան, իրենց թույլ է տալիս նաև ինչ որ անձանցից ձեռք բերելու դեպքում ինչ որ փաստաթղթեր ներկայացնել, բայց որևէ մեկը դա չի պատկերացնում եւ այդ պայմաններում մանավանդ, երբ որ իրենք նշում էին, որ փետրվարյան սառնաշունչ ցրտին իրենք դրսում կանգնած եւ անգամ տարական պայմաններ չունեն աշխատանքի համար, ինչ որ փաստաթղթեր ներկայացնեն, փաստաթղթեր գալստուկով նստել անդի ախպեր, ինչ այմանում էր վիճակ ախպեր։ Մտարի նա արա շունը սատկում արաստե փետրվարին արա։ Իրենք ՀԴՄ սարքն են իրենց վերարկուի տակ տակացնում, որպեսզի աշխատի այդ ՀԴՄ սարքը, այդ պայմաններում իրենցից պահանջները պետության չափազանց շատ են։ Այսինքն արվել են փոփոխություններ, որոնք ազդում են առնվազն 50,000 մարդու վրա եւ դրանք նախապես եւ պատշաճ կարգով չեն ներկայացվել այն մարդկանց, որոնց վրա պետք է դրանք ազդեն։ Այո, ընդհանրապես տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է եւ այդ մասին է պնդում նաեւ ՓՄԶ ասոցիացիայի հասարակական կազմակերպության ղեկավար Հակոբ Ավագյանը 55,000-ից ավելի ֆիննախի տեղեկանքով եմ ասում։ Տնտեսավարողի է վերաբերվում այս փոփոխությունը հունիս ամսվա փաթեթը։ Երբ որ մեր երկրում ակտիվ հարկ վճարողները մոտ 100,000 են, պլյուս մի 10,000 ասենք։ Այսինքն կեսից ավելի երկրի տնտեսվարողներին վերաբերվող որոշում է կայացվում։ Այդ որոշումը կայացվում է կառավարության նիստում, որ կառավարության ղեկավարը ասում է, սա հակապետական օրենք է, գնացեք շուտ փոխեք, արտարոց ռեժիմով գնում ազգային ժողովի падգամավորները չեն շփվում, հիմա գնացել ենք շփվելու, ասում է, դե բա ինչ եք ուզում, հələ մի հատ թողեք հասկանանք ինչ արին։ Ընդհանրապես ոչ իրազեկման գործընթաց է տեղի ունեցել ըստ նրա, ոչ ազդեցության գնահատման գործընթաց է տեղի ունեցել։ Եվ հարկային օրենսգրքում փոփոխությունները չափազանց հաճախ եւ չափազանց արագ են իրականացվում, վատթարացնող նորմերը բավական արագ են ուժի մեջ մտնում եւ այսպես ասած բոլորին դնում են փաստի առաջ եւ անընդհատ ստրեսի մեջ են տնտեսվարողները։ Արդյունքները ավելի հետո ենք տեսնելու, որ սրա պատասխանատուներն ես չգիտեմ, հետո ոնց ենք ասելու, հələ հետ եկեք, այն որ արել եք, դա մի տարի, երկու տարի հետո բերեց սրան։ Ես նշեմ, որ սա միակ, այսպես ասած, փոփոխությունը չէ։ Ինչի են տնտեսվարողները շատ բողոքում եւ նաեւ նշում են, որ հետագայում դա կարող է հանգեցնել նաեւ գների աճին եւ բոլորիս գրպանին կարող է հարվածել, որ իրենց ծախսերը այս տարվանից շատ կտրուկ բարձրանում են։ Մեր կառավարությունը ժողովրդի դեմ է ամեն ինչ անում, կամ ինքն է իր ուզում ստից հեռանա, կամ մեզ է ուզում հեռացնել։ Սկսենք հաշվել։ Օրինակ, հիմա փաստորեն իրենց 5% շրջանառության հարկը, որ իրենք վճարում են, հիմա նույն պայմաններում պիտի վճարեն 10%։ Իրենք նշում են, որ ոչ փաստաթուղթ ունեն, ոչ կարող են գույքակրել։ Այսինքն իրենք պիտի 10% վճարեն։ Արդեն կրկնակի աճել է նաև ՀԴՄ սպասարկման այդ գումարները։ Ամսական 1600-ից 3000 քանի դրամ է դարձել, դա լրիվ անհասկանալի փոփոխություն է, իդեպ տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն հիմա քննում է այդ հարցը, թե ինչու են հանկարծ այդ ընկերությունները որոշել կրկնապատկել սակագինը, այսինքն իրենց վրա եւս մի ծախս ավելացավ։ Եվ երրորդը, այս տարվա ամռանից սպասվում է, որ հաշվապահները պիտի սկսեն հարկվել ավելացված արժեքի հարկով, այսինքն իրենց հարկը եւս աճելու, այսինքն իրենց ծառայությունների գինը եւս բարձրանալու է։ Վիճակի չենք այդքան հաշվապաներին վճարել։ Եթե դու տնտեսվարող ես, պիտի կրկնակի շատ հարկ վճարես, պիտի կրկնակի շատ վճարես ՀԴՄ սպասարկման համար եւ պիտի ամառվանից արդեն շատ վճարես քո հաշվապահի համար, իրավաբանի ծառայությունների համար։ Բիզնեսներ կան, բարձրապես չեն գոյատևի։ Չեն դիմանա մրցակցությանը, այդ անհնարին է, որ հասարակ քաղաքացուն փորձում են դնել տասնամյակներով կայացած բիզնեսի հետ նույն հարթության վրա եւ պահանջել նույն հարկային բեռ։ Ինչպես կարելի է սահմանամերձ շրջանի մի փոքր խանութ դնել քաղաքի կենտրոնի հետ
մի հարթության վրա կամ մի փոքր օրինակ սա չի կարող չանդրադառնալ նաև վերջնական արժեքի վրա, իսկ իրենք ասում են, եթե իրենք գին բարձրացնեն, առևտրի ծավալները կընկնեն, մրցակցությունից իրենք դուրս կմնան, այսինքն այսպես տնտեսական մի շղթա կսկսվի, որը որ ընդհանուր առմամբ եւ իրենց վրա վատ կանդրադառնա եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Ոչ մի տնտեսվարող հարկերի թաքցման միջոցով իր հաշվին բեռը չի վերցնելու։ Ինքը թանկացնելու է իր ծառայության, իր ապրանքների արժեքները եւ ամբողջ բեռը ընկնելու է ժողովրդի վրա։ Դա ժողովուրդը պետք է հասկանա։ Առանց այն էլ մենք տեսնում ենք վերջին շրջանում, թե որքան են գները բարձրացել, հիմա փաստորեն այս փոփոխությունները, որոնք պիտի ուժի մեջ մտնեն, էլ ավելի են գնաճը ավելացնելու։ Մյուս կողմից կառավարության ծրագրում, այս 5 տարվա ծրագրում հստակ ամրագրված էր, որ իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկել փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային վարչարություն ապահովելու, փաստաթղթաշրջանառությունը կարգավորելու համար։ Ինչպես է հիմա կառավարությունը հիմնավորում այս փոփոխությունները, որոնք փաստացի ճիշտ հակառակի օգտին են։ Հեղինե, ես դարձյալ մեջ բերեմ Օրի Ալավերդյանի հետ իմ հարցազրույցը։ Չի լինի պարզ հաշվառում, այնքան պարզ հաշվառում, որ մենք օրինակ շրջանառություն անգամ դրուքաչափ սկզբունքով աշխատենք։ Որտեվ դա ունեցել ենք, դա բերում է իրավիճակի, որ իրենք ձևավորում են ստվեր։ Կառավարության տեսակետը հետևյալն է, որ եթե կա շրջանառության հարկ, որը չափազանց ցածր է, ապա այդտեղ ծագում է ստվերի խնդիր, այսինքն այն տնտեսվարողները, որոնք գտնվում են այդպես ասենք արտոնյալ հարկային դաշտում, իրենք հակված չեն ավելի մեծ շրջանառություն ցույց տալ, այսինքն հարկված են թաքցնել իրենց շրջանառությունը, որպեսզի օգտվեն այդ հարկային արտոնյալ պայմանից։ Մյուս կողմից մեծերը եւս ինչ որ կերպ փորձում են գալ եւ տեղավորվել այդ դաշտում։ Երբ որ դուք քիչ եք հարկ վճարում ձեր շրջանառությունից, ես նախ ձգտվում եմ դառնամ ձեր նման փոքր, երկրորդը երբ որ ես ձեզ ապրանք եմ վաճառում, դե ասում եմ ես ցույց տալիս իմ տեղը էլի հարկային մարմնին այդ քո փաստաթղթերով։ Որտեւ երբ որ դու փաստաթղթով չես տալիս, իմ մոտ ապրանքը մնում է սև շուկայում, սև դաշտում, եւ երբ որ ես այդ ապրանքը վաճառում եմ, ոչ մեկ չի տեսնում որ վաճառել եմ, հետեւաբար հարկ չեմ տալիս։ Ես իմ պայմանական ինչ-որ մի շրջանառությունից ինչ-որ 1.5% կվճարեմ։ Այստեղ որոշակի տրամաբանություն կա, սակայն հենց տնտեսվարողները իրենք ասում են, որ Հայաստանի նման երկրում, երբ յուրաքանչյուրը իրենցից ոչ թե բիզնես է անում, այլ փաստացի սոցիալական հարց է լուծում, այսինքն պահում է զուտ իր աշխատանքով իրենու եւ իր ընտանիքին, նման փոփոխություններ անել չի կարելի։ Ինքնազբաղ ու вообще ազատ եք հարկերից, որովհետեւ ձեզանից որ գումար չեն ուզում, երջանիկ եղեք, որ նպաստներ չենք ուզում ապրելու համար, որովհետեւ դու այդպես չես խթանի, որ իրենք օրինակ ավելի շատ շրջանառություն ցույց տան կամ հնարավորություն ստանան օրինակ ձեռքբերման փաստաթղթերը ցույց տալու։ Իրենք միևնույն է ասում են չեն կարող այդ փաստաթղթերը գտնել կամ բերել։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ են մեր հետևից ընկե։ Իրանք թույտան այդ իրանց ստվերը մանգան իրանց մեջ։ Մի կողմից պետությունը կարծես թե ստացվում է, որ իր վերահսկողության այդ բաց թողումները փորձում է դնել փոքր բիզնեսի ուսերին եւ նրա միջոցով փորձում է հասնել ինչ որ արդյունքների, բայց փոքր բիզնեսը իմ տպավորությամբ շատ վատ է տրամադրված այդ փոփոխություններին եւ մի մասը մտածում են պարզապես գործունեությունը դադարեցնելու մասին։ Այս հարկային փոփոխությունները ՀՄԾ-ները ոչնչացնելու մասին է։ Իսկ ինչ արդյունքի են բերել այս ցույցերը, կառավարությունը մինչ օրս հետ կանգնելու որևէ նշան ցույց տվել է։ Տնտեսվարողները նաև ստորագրահավաք են արել 2000-ից ավելի ստորագրություններ են ներկայացրել կառավարությանը եւ վերջերս էլի կառավարության դիմաց էին այդ ստորագրությունների պատասխանը լսելու հույսով, բայց այդպես էլ իրենց կարծես թե ոչ ոք չի ընդունում, ոչ ոք որևէ պատասխան չի տալիս։ Վարչապետը դեռ որևէ անգամ այս ցույցերի չի ընդունել տնտեսվարողներին, բայց փոխարենը խորհրդարանի ամբիոնից ասաց, որ հետ չեն կանգնի։ Համոզմունքն է նա, որ շրջանառության հարկը մարդկանց դրդումա չմեծանալ, ասում է լավ դե այսօր թող այդ մյուս շաբաթ կանես։ Մեր խնդիրն է նա, որ ասենք ժողովուրդ եկեք չխեղճանանք։ Շատ մանր ու միջին ձեռնարկատերեր, ովքեր պարզապես փոքր տաղավարում իրենց ընտանիքն են պահում, դարձել ասում են պետությանը ինչու եք մեզնից պահանջում ձեր վերահսկողական ֆունկցիաները կատարել եւ ինչու եք մեր կյանքը բարդացնում հազար ու մի տարբեր փաստաթղթեր ներկայացնելով, երբ մենք պետությունից ոչ մի նպաստ չենք պահանջում եւ պահում ենք մեր ընտանիքը պարզապես մեր աշխատանքով։ Շնորհակալություն Տաթև, հիշեցնեմ դուք լսում եք Ազատության հերթական թողարկումը, այս անգամ շրջանառության հարկի վերջին փոփոխ
փոփոխությունների եւ դրանց ստեղծած խնդիրների մասին։ Հաղորդումը վարեց Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին, մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։